Բարի երեկո, սիրելի գյուղացիներ, լավ ենք։ Շնորհակալություն։ Ժողովուրդ ջան, ստեղ քայլելուց մեկը դες ականջիս ուզում էր բան ասել, լավ չէր լսվում, երաժշտություն կար։ Ասում եմ, պարոն նախագահ, այս Նիկոլոս տեղից քայլեց դեպի Երևան։ Ես կարող ես ամսի 7-ից հետո հետ ուղարկեք ստեղ։ Ես երդվեցի, որ չեմ ուղարկելու։ Եվ խոստանում ենք, որ չենք ուղարկելու, իր համար հատուկ տեղը կա։ Եվ այդ տեղի ներսի դիզայնը մեր Աննան արդեն բնութագրել է։ 2 թե 3 օր առաջ մի պատին կլինի Արարատը, մյուս պատի վրա կլինի եկեղեցի։ Հասկանում ենք, որ դա խոշտանգում է լինելու իրեն համար, բայց թո դիմանա։ Սիրելի գյումրեցիներ, նախագահ ժամանակ Գյումրին այն քաղաքն էր, որտեղ ամենից շատն եմ եղել։ Դուք վկա եք, տարին մի քանի անգամ գալիս է ստուգելու համար, թե շինարարության տեմպերը կարողանում ենք պահել, թե ոչ, էլ ինչ կարելի անել քաղաքը վերականգնելու համար։ Ինձ համար դա եղել է արժանապատվության հարց, թազիբի հարց, եւ ինքս ինձ համար ասում է հետեւյալը, չպետք է իմ ժամկետը միջև լրանալը, չպետք է մի բան մնա չլուծված, չկառուցված, չվերականգնված։ Միջ այստեղ գալը ինձ ասում են, որ դեռ ինչ-որ տնակներ կան։ Գոնե այդ տնակների համար պարտավոր ենք հետ գալ։ Կարող եմ ասել մի բան, ձեզ հանգիստ չեմ թողնելու։ Գիշեր ցերեկ աշխատացնելու եմ։ Ոչ մի Հայաստանի Հանրապետության ղեկավար չի արել Գյումրի համար այնքան ինչքան ես եմ արել, դա փաստ է, բայց նաև ոչ մեկ ով էլ ընտրվի չի անելու այնքան, ինչքան ես եմ անելու, եթե ընտրվեմ։ Սիրելի ժողովուրդ, քիչ մնաց, պետք է գնանք եւ ընտրենք առաջնորդ։ Հիմա շատ բարձ հարց եմ տալիս, ինչ կարգի առաջնորդ եք դուք պատկերացնում։ Հիմա ուղղակի ես բնութագրում եմ 2 տարբերակ։ Իստերիկ, լաչար, ստախոս։ Սպասեք միջև վերջ չասեմ, այդ մարդը այնքան վառ բնավորության բաներ ունի։ Արժեքային համակարգը տիեզերական է, թե աշխատող, ինքնակառավարվող, թե մարդ, որը գիտի խոսքի արժեքը, որը գիտի ինչ է դիվանագիտությունը, ինչ է պատերազմը, ինչ է հաղթանակը, հիմա ընտրությունը ձերն է, այսօր մեկ հանդիպման ժամանակ առավոտյան ասացի հետևյալը, դուք ինչպիսի ընտանիքի հայր կերազեիք ունենալ, լաչար, թե լուրջ, ապուշի մեկը, թե կառուցող մեկը, քանդող կառուցող։ Ուրեմն, եթե նպատակը դա է, հունիսի 7, համար 17, հանկարծ սխալվեք 16-ին կպնեք, արյունոտ քվեաթերթիկ է, հայտա քվեաթերթիկ է։ Ժողովուրդ ջան, 3 անցած օրը այնպիսի տեսարաններ էին Երևանում, որ ուղղակի ես որպես նախկին նախագահ ամոթից տեղս չէի գտնում։ Ես չեմ տեսել երբեք իմ կյանքում, որ որևէ պաշտոնյա այդ տոնով, այդ ձևով խոսի կնոջ հետ։
մի կնգայ, չեմ տեսած երբեք, նույնիսկ չէի մտածում, թե դա հնարավոր է։ Եվ այդ մարդիկ ասում են, որ տանում են մեզ դեպի պայծառ Եվրոպա։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, պաշտոնյա նման խոսակցությունից հետո ուղղակի կդառնար քաղաքական դիակ Եվրոպայում։ Այ իրենց կողմից սիրված եւ քարոզված Եվրոպայում։ Կրկնեմ, կդառնար քաղաքական դիակ։ Եվրոպայում ունիտազները ավելի մաքուր են, քան սրանց բերանի խոսույթը։ Եվ մենք սա մերժում ենք։ Մեկ օրինակ բերեք, որ ես 10 տարվա ընթացքում մեկի հետ նման ձևով խոսած լինի, հնարավոր չի, չեք գտնի այդպիսի մարդ։ Ուղղակի ամոթ է։ Երկրի առաջնորդը դա տրենդ ձևավորող է։ Ինքը ցույց է տալիս, թե ինչպիսինը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Դու դա ես մեզ ցույց տալիս։ Դա ես տրենդ սարքում։ Մենք այդպիսի տրենդերը մերժում ենք։ Դա խայտարակություն է։ Խայտարակություն է մեր ժողովրդի համար։ Հետևաբար մենք պետք է մեր ընտրությունը ճիշտ կատարենք։ Եվ պետք է հասկանանք, որ ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիևին։ Այն ինչ անում էր այս մարդը, անում էր Ադրբեջանի օգտին։ Ենթադրաբար իրենց նաև ցուցմունքով։ Միտեղ ասել եմ, սրա պուլտը գտնվում է Ադրբեջանում։ Այդ պուլտը գտնվում է Իլհամ Ալիևի ձեռքին։ Հիմա մենք այդ պուլտը պետք է վերադարձնենք Հայաստան եւ Հայաստանի ղեկավարը պետք է կառավարվի միայն Հայաստանի շահերով, հայ ժողովրդի շահերով։ Համաձայն եք։ Ուրեմն միասին կռնանք։ Հունիսի 7-ին, համար 17-ին։ Շնորհակալություն ձեզ։ Լավ։